Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցելու եմ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու եւ Հույդա Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։ Պարոն Սաղաթելյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերին։ Պարոն Սաղաթելյան, երեկ եղավ հայտարարություն, որ տեղի է ունեցել դաշինքի եւ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը, քննարկել եք հետագա անելիքները, ինչ եք քննարկել եւ ինչ եք որոշել։ Որոշման մասին արդեն հայտարարել էինք, քննարկել ենք ներքաղաքական իրավիճակը, առկա մարտահրավերները եւ մեր առաջիկա անելիքները, զուտ աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել։ Իսկ ձեր առաջիկա անելիքների մասին գուցե պատմեք մեզ, թե միայն այն մասով եք կարող բացահայտել, որով որ օրինակ գնում եք խորհրդարան։ Առանց շատ դետալների մեջ մտնելու, ասեմ, որ մեր նպատակների մեջ որևէ բան չի փոխվել, մեր դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել, ստեղծված նոր իրավիճակում, նոր մարտավարությամբ պետք է լծվենք մեր պայքարին եւ ամեն ինչ անենք մեր արժեվ դրած խնդիրը լուծելու համար։ Այս հարցերն են քննարկել, այո, բնականաբար օգոստոսին տեղի ունենալու ազգային ժողովի առաջին նիստը, ինչ ձևաչափով ենք մասնակցելու, ինչ հարցեր ենք մեջտեղ բերելու, ինչ ենք պլանավորում անել, քննարկել ենք մեր ընտրողների եւ մեր հայրենակիցների հետադարձ կապը ապահովելու, շփումները ընդլայնելու, այս կոմունիկացիան ճիշտ պահելու, նաեւ կազմակերպական աշխատանքներ։ Պարոն Սաղաթելյան, դուք մինչև ընտրություններն էլ հայտարարում էինք ընդդիմության համախմբման մասին, հատկապես ռեպրեսիաների դեմ պայքարելու համար։ Հիմա ռեպրեսիաները կան, ամենաակնհայտը Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակն է։ Այսօր նաև Մայր Հայաստանի Արեգնազ Մանուկյանին են ձերբակալել եւ տանում են ըստ էության կալանքի։ Իսկ որտեղ են ընդդիմության գործողությունները ու խնդրում եմ չասեք հայտարարություններ ես տեսել եմ հայտարարություններից դուրս ինչ գործողություններ է անում ընդդիմությունը որպեսզի համատեղ պաշտպանվի այդ ռեպրեսիաներից։ Ուրեմն ոչ թե ռեպրեսիաների էս փուլում առհասարակ վերջին 5-6 տարվա ընթացքում ինչ որ ասում նորություն չի, բազմաթիվ անգամ ասել եմ, որ այս ռեպրեսիվ խայտարակ անսրբություն, անհայրենիք այս վարչախմբի դեմ դիմակայելու, պաշտպանվելու համար անհրաժեշտ է, որպեսզի լուրջ համակարգեր ստեղծվեն ու այդ թվում նաև մեր երկրում մի քանի տասնյակ քաղբանտարկյալների պաշտպանության եւ առհասարակ այս բռնություններին ճիշտ հակազդելու եւ պաշտպանվելու համար։ Սրա մեխանիզմների մասին դուք այդ որ ասում եք չասեք հայտարարությունը կարել, առնվազն այդ հայտարարությունը կարևոր էր, որ ընդդիմադիր քաղաքական դաշտի միավորները եւ կուսակցությունները ունեն այդ համախոհությունը այս հարցում վերջապես մի հատ լուրջ մարմին ձևավորելու եւ այդ մարդկանց իրավունքները պահելու, պաշտպանելու։ Դա խոսքը չի վերաբերվում միայն կուսակցությունների ղեկավարների կամ հայտնի քաղաքական գործիչներին, նաև կան տասնյակներով ձերբակալված եւ այս իշխանությունների կողմից հետապնդվող Պարս Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր քաղաքացիներ։ Այս ամեն ինչը կազմակերպելու համար անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմադիր քաղաքական դաշտի բոլոր միավորները ջանք, եռանդ, ռեսուրս ներդնեն եւ այդ պաշտպանությունը կարողանան կազմակերպել։ Կուսակցությունների հայտարարությունը դրա առաջի քայլն էր։ Ձեզ ընդհանրապես վստահեցնեմ, որ դրա շուրջ բավական լուրջ քննարկումներ գնում են։ Դա բավարար է միանշանակ ոչ։ Եվ ավելին ձեզ ասեմ, ես եթե նայենք նախորդ 7 տարիները, մենք չենք ունեցել մի շարժում կամ մի իրավիճակ, որ ընդդիմադիր դաշտի բոլոր միավորները առավելագույն ջանք գործադրեն մեկտեղ են իրենց ջանքերը այս հարցը լուծելու համար։ Առանձին միավորներ տարբեր փուլերում իրենց հնարավորությունների չափ տարբեր մասնակցություն ունեցել են, բայց դժբախտաբար նույնիսկ այն շարժումները, որ բավականին ազդեցիկ լայնամասշտաբ են եղել, ստեղ եւս այդ լայն համախմբումը չենք ունեցել։ Այս ամբողջ ժամանակահատվածում գտնվել են տարբեր միավորներ, որ մտածել են այս շարը փորձանքից հեռու չխառնվենք այս ամեն ինչին, գուցե մենք հետապնդման չենթարկվենք, բայց կարծում եմ հիմա բոլորի համար պարզ է եւ ակնհայտ է, որ այս վարչախումբը որևէ բանի արժեվ կանք չի առնելու, բոլոր հնարավոր ապօրինի միջոցներով փորձելու է ոչնչացնել ընդդիմադիր դաշտի բոլոր դիմադրության օջախները, որ առաջիկայում երկիրը տանի նոր զիջումներ։ Հետևաբար առաջիկ քայլը պետք է դաշտում լինի 100% կոնսենսուս
այս հարցով ուժերը մեկտեղելու։ Եթե դուք հիշում եք, այս առաջարկը ես դեկտեմբերին ազգային ժողովի ամբիոնից եմ հնչեցրել։ Բանակցություն ենք վարել տարբեր ուժերի հետ։ Ըստեյության բոլորը համաձայն էին, բայց գործնական դաշտում սա դժբախտաբար այն միս արյունը չստացավ, որը մենք քանի որ նախաձեռնողը դուք եք, նաև խնդրում եմ, եկեք ավելի անկեղծ զրույց վարենք։ Խնդիրն ինչու՞մն է։ Այսինքն արդեն իմ մոտ տպավորություն է, որ այս համախմբում ասվածը իրականում կեղծ օրակարգ է, կեղծ նկատի չունեմ նպատակների եւ ձեր, այսպես ասած, տրամադրվածության առումով։ Կեղծ ասելով նկատի ունեմ անիրատեսական է, այսինքն պետք է պարզապես համակերպվել, որ դա տեղի չի ունենալու։ Եվ ինչու՞մն է պատճառը։ Ես դեռ հույս ունեմ, որ տեղի կունենա։ Եթե տեղի չունենա, առնվազն մեր մասով կարող եմ ասել, եւ դաշնակցության եւ դաշինքի մասով կարող եմ ասել, մենք մեր հնարավորություններով դա փորձելու ենք անել առավելագույն։ Եվ դա անհրաժեշտ, որովհետեւ ինչ է անում, պետք է հասկանանք, էլի, վերջապես այս ձերբակալությունների, ռեպրեսիաների, այս ամեն ինչի նպատակը ո՞րն է։ Փորձում է այս օջախները ոչնչացնել, որպեսզի առաջիկայում նոր զիջումներ անի Ադրբեջանին, փորձի ապօրինի կերպով Ադրբեջանի պահանջով փոխել սահմանադրությունը եւ նոր տարածքներ հանձնել։ Իսկ այս խնդիրը լուծելու համար ինքը չունի մանդատ, ինքը չունի ժողովրդի քմեն վստահությունը եւ որպեսզի սա կարողանա իրականացնել, պետք է դաշտը մաքրի։ Հետո գլխավոր իրադարձությունները արժևում են։ Իսկ դրանից առաջ ինքը փորձում է այս ճանապարհով բոլորին սահմանափակել, ոչնչացնել, ջարդել տարբեր պատրվակներով։ Հիմա առնվազն մենք շատ լավ հասկանում ենք, գնահատում ենք եւ ամեն ինչ անելու ենք սրա դեմը առնելու։ Եվ ձեզ ասեմ, ինչ-որ պահի շատ անվանական պետք է ասվի, ով է խոչընդոտում, ով չի միանում հայտարարություններին, ով ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով փախնում։ Օրինակ դուք մի հատ վերցրեք, ուսումնասիրեք Գագիկ Ծառուկյանին այսպիսի խայտառակ ձևով ձերբակալությունից հետո որ քաղաքական ուժերը հայտարարություն չեն արել։ Այդ հայտարարությունը մի քիչ հեգնանքով եք ասում, բայց իրականում շատ կարևոր է, որպեսզի քաղաքական ուժերը հանդես գան հստակ դիրքորոշմամբ։ Չէ, ես այսինքն ինչն է պատճառը, որ հանդես չեն գալի։ Հայտարարությունը լավը կլիներ, եթե դրանից հետո քայլեր հաջորդեին, բայց երբ որ լինում են պարզապես հայտարարությունների եւ վերջ, այդ դեպքում արդեն կարծես երևում է ընդդիմության անզորությունը։ Ես համաձայն եմ, որ հայտարարությանը պետք է հետևեն շատ կոնկրետ քայլեր եւ գործողություններ եւ ես հույս ունեմ դա տեղի կունենա։ Օրինակ հիմա այն օրը, երբ եկան Գագիկ Ծառուկյանի տանը եւ մյուս բոլոր տարածքներում խուզարկություններ, կադրերը հետո տեսանք ինչպես էին նրան, ինչպես մարդիկ այս փաստը շատ օբյեկտիվորեն շեշտում են 70-ամյա մարդուն, այսպես փորձում են գետնին պարկեցնել, հետո նոր տանել ձերբակալության։ Այդ ամբողջը մենք տեսանք, բայց մենք չտեսանք որ օրինակ ընդդիմադիր ուժերը այդ օրերին շարժում գեներացնեին, այսինքն փողոցները լցնեին, ակնհայտ ցույց տային ընդվզումը, փոխարենն տեսանք հայտարարություն, ինչով է դա պայմանավորված։ Ձերբակալության մասով այն ինչ որ արել են շատ փոքրոքի մանր վրեժխնդրություն է, սա օրենքի չգիտեմ, սահմանադրության, այս ամեն ինչի հետ կապ չունի, սա մեկ մարդու վրեժխնդրություն է, որը անընդունելի է, դատապարտելի է, ճղճիմ քայլը ու ափսոսում եմ, որ իրավապահ համակարգը այս կարգի կարող է իջնել եւ այս մասշտաբի ծառայել մեկ անձի։ Իսկ ինչ վերաբերում փողոցային գործողություններին շատ է խոսվել այդ մասին, իրականում ոնց ասեմ, այսինքն ես չեմ մարդ, որ այս ամբողջ 7 տարվա մեջ ցանկացած իրադարձության ժամանակ պատասխանատվություն ենք ստանձնել, փորձել ենք գեներացնել, առաջին գծում ենք եղել, այո, այս իրավիճակը որ կա, դա մեր ընդհանուր շահերից չի բխում, բայց ես ասում եմ, որ նաև պետք է հասկանանք, որ այս նոր իրավիճակում նոր ուժեր, նոր պայմաններ, խորհրդակցություններ, քննարկումներ, այս ամեն ինչը ձևակերպելու, կազմակերպելու եւ ավելի կազմակերպված դուրս գալու պատճառով է, որ ձգձգվում։ Պարոն Սարաթելյան, դուք խոսում եք անվանական հասցեական նշելու մասին, իսկ գուցե նշեք անվանական, որ ուժերին եք առաջարկանում, որոնք չեն միանում, որովհետև այդ հայտարարությանը Այս պահին ձեռնպահ կմնամ, հասկացա ինչ եք ասում, որովհետև դեռ շարունակվում է, բայց եթե իրականում այս իմաստով արդյունք չլինի, ես կարծում եմ, որ պետք է անվանական խոսվի բոլորի մասին, այս ընթացքում ով ինչ կեցվածք է դրսևորել։ Առնվազն դուք այն ուժերը, ովքեր ստորագրում են հայտարարությունների տակ, կարող եք տեսնել
ֆիքսել ովքեր են բացակայ։ Դե հա, դա ակնհայտ է եւ հասկանալի։ Եվ որոշակի բաներ արդեն པարզ կլինի, բայց այս պահին ձեռնպահ կմնամ շատ կոնկրետ բաներ ասելուց, որովհետեւ դեռ հույս ունենք այդ գիտակցությունը կլինի ամբողջ քաղաքական դաշտում։ Եթե չլինի, բնականաբար պետք է խոսվի։ Որովհետեւ իմիջիալոց ասեմ, երևի ժամանակն է նաեւ դաշտը բյուրեղացնելու։ Հասկանալու ով է ընդհանրապես այս նախորդող տարիներին ով իրեն ոնց է պահել, ով է անդիմադիր դիմակի տակ հանդես գալի, բայց իրականում սպասարկում այս իշխանության թեզերն ու շահերը։ Կարծում եմ ժամանակն է նաև այս հարցերը շատ հստակորեն ընկնեն իրենց տեղը։ Դե սպասենք երբ այդ ժամանակը գալու, որովհետև դաշտը բյուրեղացնելու մասին դարձյալ շատ երկար ժամանակ ինչ խոսում է ընդդիմությունը, բայց դեռ չի բյուրեղանում։ Բավականին այդ ճանապարհով գնում է, եթե նայեք ահագին հստակություններ ինձ թվում է այս ընթացքում եղել են ու առաջիկայում ավելի հստակ կլինի։ Պարոն Սաղաթելյան, հայտարարության մեջ նաև նշվում էր ընդդիմադիր ուժերին գխատելու, հա, իշխանության նպատակների մասին, եւ այդ նպատակների մասին Նիկոլ Փաշինյանը չի հերքել, չի թաքցրել այդ նպատակները նախընտրական շրջանում, նա հստակ եւ անվանական ասում էր ովքեր պետք է նստեն, հստակ տալիս էր ընդդիմության առաջնորդների անունները, սրա դեմ ինչպես է կառնելու, որովհետեւ Գագիկ Ծառուկյանից հետո հերթը կարող է հասնել Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին եւ արդյոք այս հարցում նաեւ ընդդիմությունը ունի պլան B, այսինքն եթե առաջնորդին տանում են, հետո ով է փորձելու փոխարինել։ Բոլորին, ոչ միայն քաղաքական գործիչներին, քաղաքական միավորներին, այլ Հայաստանում ապրող պարզ շարքային քաղաքացին, եթե ունի ազգային մտածելակերպ, տեր իր իրավունքներին, իր հայրենիքին, իր պետությանը, ինքը հալածվելու է այս իշխանության կողմից։ Հետևաբար այս փուլում է խոսքը բացառապես քաղաքական միավորների, նրանց ղեկավարների մասին։ Հաջորդ փուլում անցնելու են լրագրողներ, իրավապաշտպաններ, բարձ մարդկանց նաև։ Հետևաբար սա բոլորիս խնդիրն է, այս երկիրը գրաված է թրքապատակ իշխանության կողմից եւ նրանց պահանջներից մեկը այս ազգայինը հայկական ինքնության դեմ պայքար ու այս ամեն ինչը ոչնչացնելն է։ Հետևաբար, այո, ես եմ ամեն անգամ ասում, որ սա չոքելու է յուրաքանչյուրի դուռը։ Ոնց է սրա դիմաց հնարավոր պայքարել։ Մեկ անգամ եւս ասում եմ ու նոր չեմ ասում։ Տարիներ շարունակ եմ ասում։ Համակարգային, այսինքն պետք է ստեղծվի համակարգ։ Կա իշխանություն, որ ունի այլանդակարտակին աջակցություն, երեք էլ համոզվեցինք այդ մասին, չէ՞, այն հայտնի խոսակցությունը ունի պետական վարչական ռեսուրս, չունի որևէ կարմիր գիծ, սրա դիմացը կանգնած են ընդդիմադիր սահմանափակ ռեսուրսներով ուժեր։ Նախ պետք է այս ուժերը միավորեն իրենց ջանքերը, ստեղծեն այդ համակարգը, որ կարողանանք պաշտպանել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին, ինքներս մեզ, մեր իրավունքները եւ առասարակ մեր պետականությունը։ Սրա մեխանիզմները մենք պատկերացնում ենք ինչպես կարող է լինել։ Հիմա փորձում ենք այդ ճանապարհով գնանք, որտեղ առանձին բավականին դժվար է լինել։ Սրա մասին է խոսքը։ Հիմա դուք Բայց ես էլ ձեզ ասեմ, էլի այս տպավորությունը, որ այս իշխանությունը ինչ ուզի անելու է եւ այլ, չի կարողանալու։ Ինքը ժողովրդի կողմից չընտրված լեգիտիմությունից զուրկ, առնվազն մեր ժողովրդի մեծամասնության քվեն չի ստացել, ինքը իր կառավարման շրջանում մեր ժողովրդին բերել է միայն մահ, դժբախտություն, ողբերգություն, հայրենիքի մի մասն է հանձնել, թշնամուն ստացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքում, պատրաստվում է նոր տարածքներ հանձնել։ Եթե թվում է, որ ռեպրեսիաներով, ձերբակալություններով, ճնշումներով կկարողանա երկար ժամանակ իր իշխանությունը պահել, չի կարողանալու։ Հետևաբար, եթե ասում եմ նորից կարողանանք իրականում հետեւյալն է իրավիճակը, էլի առաջին քայլով պետք է այս բնագծերը, որ նաև վերջին ընտրությունների արդյունքում չնայած ընդդիմությունը չի կարողացել ազատվել այս իշխանությունից, բայց առնվազն այն բնագծերը, որ վերցրել է, կարողանա դա պահել, ճեղքեր, ճաքեր, չգիտեմ, տեղի չունենան այս դաշտում եւ սրա վրա կառուցել պայքարի հաջորդ փուլը, որը մենք տեսնում ենք եւ առնվազն գնալու ենք այս ուղղությամբ։ Տեսեք, դուք ասում եք, չունի սահմանադրական մեծամասնություն, չունի լեգիտիմություն, եւ դա ինչին է խանգարելու, պարոն Սաղաթելյան, չունի լեգիտիմություն, բայց միևնույն է գնալու է եւ ձևավորելու է կառավարություն։ Չունի սահմանադրական մեծամասնություն, վերջերս ընդդիմադիրները եւ ոչ միայն Հայաստան դաշինքը, հա, նաեւ օրինակ ուժեղ Հայաստանը շատ ավելի շատ հայտարարում են որպես հաղթանակ, որ մենք խանգարեցինք Ալևյան սահմանադրության ընդունմանը, մենք խանգարեցինք Նիկոլ Փաշինյանի պլաներին։ Իսկ վստահ եք, որ խանգարեցիք, որովհետեւ
որովհետև այսօր Փաշինյանը հայտարարում է, որ դա մեր ծրագրային խոստումն է, սահմանադրություն փոխելը, ժողովուրդը մեզ ընտրել է, մենք կատարելու ենք դա, անկախ նրանից ունենք մեծամասնություն թե ոչ։ Որ մենք հաղթեցինք դա նման արտահայտություն մենք չենք արել, կոնկրետ մեր մասին է խոսքը։ Մենք ասում ենք, որ այո, ինքը չունի սահմանադրական մեծամասնություն, ըստ մեր սահմանադրության օրինական ճանապարհով գնա սահմանադրական փոփոխությունների։ Կփորձենք ընտրել այլ ճանապարհ, ապօրինի, հակաօրինական, երկրի սահմանադրական կարգը տապալելով փորձի գնա նոր սահմանադրություն ընդունելուն, դրան էլ պետք է կարողանան լիարժեք հակազդել եւ նաեւ ընտրական օրենսգրքից վերջին փոփոխությունները այս ամեն ինչը պայմանավորված է նրանով, ինքը հասկանում է, որ դա ըստ էության չի կարողանալու շատ մեծ դժվարության է հանդիպելու, դրա համար փորձում է այս ճանապարհով հասնել։ Մեր խնդիրն էլ դրա դեմը առնելն է։ Հիմա այո, դժբախտություն է խորքի մեջ տեղի ունեցել, որ հունիսի 7-ին այս չարիքի իշխանությունը վերարտադրվել է։ Ինչ ոնց դրա մասին խոսել ենք բազմաթիվ անգամ։ Հիմա այս փուլում պետք է հասկանանք սրանց նպատակները, Նիկոլ Փաշինյանի եւ Ալիևի նպատակները ոնց են կանգնեցնելու, դիմացը առնելու եւ հասնելու փոփոխության։ Մենք պայքարելու կամք ունենք, վճռականությունը ունենք, հաս չենք այս իրավիճակին եւ ամեն ինչ անելու ենք այդ ուղղությամբ։ Որևէ մեկը ոչ կախարդական դժվար է լինելու, ոչ մեկ կախարդական փայտիկ չունի, որ ասենց անմիջապես այս խնդիրը լուծի։ Մենք լավ հասկանում ենք ում հետ եւ ինչի հետ գործ ունենք։ Դուք տեսել եք մեկ այլ դեպք, երբ որ ընտրությունների ժամանակ, ասենք, արտաքին բաներից են, չէ՞, շատ խոսում։ Թրամպը, Մակրոնը, Բրյուսելի գրեթե բոլոր պաշտոնյաները, Ադրբեջանը ընդեղից էր պասեր տալիս նախընտրական կաշառք բաժանում, Թուրքիան այն մյուս կողմից, այս ծավալի աջակցում էին, որովհետև այսօրվա իշխանությունը բոլորին պետք է, բոլորը ստանալիք ունեն։ Հիմա այս ամեն ինչի դեմ մի շարք ընդդիմադիր միավորներ այս զրկանքների, պայքարի, բռնաճնշումների միջով անցնելով պայքարում են։ Եվ առնվազն 550,000 քվել արձանագրվել է առնվազն, որ դեմա օրվա վարած քաղաքականությանը։ Եվ իր ստացած քվեներից շատ մարդիկ իրեն չեն քվեարկել։ Հիմա այնպես չի, որ ինքը մանդատ ունի։ Ես որ ասում ենք լեգիտիմության դեֆիցիտ, նաև մենք հարցականի տակ ենք դնում իր հավաքած ձայների ծավալը, ու այդ մասին բավականին հիմքերով խոսվեց սահմանադրական դատարանում։ Մի խոսքով մի շարք դժվարություններով հանդերձ կա բոլոր հնարավորությունները պայքարը, նաև ինչի՞ չէ, ես պարզ ասել եմ, մեր նախորդ բաց թողումների, թերացումների, սխալների հիման վրա նաև ճիշտ եզրակացություններ անել, որպեսզի պայքարի այս նոր եւ հաջորդ փուլում կարողանա հաջողել։ Ես ուզում եմ, որ դուք հնարավորություններից խոսեք, պարոն Սաղաթելյան, ասում եք կան բոլոր հնարավորությունները։ Այդ հայտարարության տեքստում ձեր այսպես անելիքները գրված էին, կետառ-կետ, հա, գլխավոր թեզերը՝ պայքարել սահմանության փոփոխության դեմ, պայքարել եկեղեցու դեմ, այդ արշավների դեմ, քաղբանտարկյալների իրավունքների համար, հետո առանձին նաև իշխանափոխության, դրանք առանձին կանդրադառնանք, հա, որպես վերջնանպատակ։ Հիմա դուք այդ գործիքակազմերը ունեք, ինչ հնարավորություններ կան, որ պայքարեք այդ ամեն ինչի դեմ, որովհետև սա կարծես հռչակագիր էր ուղղակի գրած։ Առանց հստակ անելիքների։ Ինչ սկսում է ատեղից, այսինքն ինչ եք կարծում, մենք հայտարարության մեջ պետքա գրեինք քայլերի հերթականությունը մանրամասնություններով։ Չեմ կարծում, այս մտածում եմ ունենք, թե չունենք։ Միավորների մենք ունենք մեր պատկերացումները, հասկանալի պատճառով շատ դետալների մեջ էլ պետք չի մտնել։ Երբ որ ընդհանուր համախոհություն ձևավորվի եւ դաշտի բոլոր միավորները այդ նպատակի շուրջ համախմբվեն եւ նաեւ գործնական այդ ճանապարհային քարտեզը դրվի սեղանին, բոլորին պարզ կլինի։ Այստեղ կարևորը առաջին նպատակի շուրջ կա համախոհություն, կա համաձայնություն, այս հարցերի շուրջ ձևավորել ճիշտ համակարգված մի համակարգ, մեխանիզմ, որ կարողանա այս ամեն ինչի դիմաց պայքարել։ Գնում ենք այդ ճանապարհով, այս պահին դրա շուրջը ընդդիմադիր դաշտի տարբեր միավորների միջև քննարկումներ։ Ինչպես եք պատկերացնում խորհրդանում ձեր աշխատանքը, վերջին շրջանում ամենաշատը ձեզ այդ հարցն են տալիս, արդյոք գնում եք խորհրդարան ձեր սեփական օրակարգով, որովհետև հիշեցնում են նախկինում ձեր խոսքերը, երբ ասում եք մենք գնում ենք մեր սեփական օրակարգով։ Որն է լինելու ընդդիմության Հայաստան դաշինքի օրակարգը եւ ինչով է այս խորհրդարանը տարբերվելու նախորդից։ Ուրեմն լսեք, մենք ասել ենք գնում ենք մեր օրակարգով, եթե դուք նայեք 5 տարվա մեջ Հայաստան դաշինքը քանի նախաձեռնություն է բերել կարևոր երկրի անվտանգության հարցերի հետ առնչվող օրակարգային հարցերը բերել խորհրդարան։
Սկսած 21 թվականի սահմանագծման սահմանազատման հայտարարությունից դրա շուրջ լսումներից վերջացրած տարբեր օրենսդրական նախաձեռնություններից։ Այո, մենք հիմնական շեշտադրումը դրել ենք նաև մեր երկրի անվտանգության առնչվող հարցերի վրա։ Այդ օրակարգերից կամ քաղաքական մեծամասնությունը փախել է կամ չի մասնակցել, կամ ամեն ինչ արել է օրակարգ չմտնի, օրակարգ մտնելու դեպքում էլ փորձել է արագ մերժել։ Այսինքն այնպես չի, որ մենք մեր օրակարգային երկրի անվտանգության հետ կապված հարցերով բազմաթիվ օրակարգեր չենք բերել խորհրդարան։ Նաև դրան զուգահեռ բերել ենք սոցիալ-տնտեսական մի քանի նախագծեր։ Մենք մի շրջան վերցրեցինք ԿՊ-ի նախընտրական 21 թվականի խոստումները, օրենսդրական նախաձեռնությամբ սկսած բազմազավակ ընտանիքների աջակցության ծրագրից։ Իրանք այդ բոլորը մերժեցին։ Բայց երկիրը կայուն եւ ստանդարտ դասական իրավիճակում չի եղել։ Ներքաղաքական ծանր լարված շրջան 5 տարվա մեջ մի քանի դժբախտություններ ա բերել երկրին, հայաթափել Ալիևի հետ համատեղ Արցախը, դրանից առաջ տեղի ունեցել 22 թվականի սեպտեմբերի մեկօրյա պատերազմը, Ադրբեջանը նստել է Հայաստանի տարածքում 200-ից ավելի զոհ, 23 թվականին Արցախի հայաթափում, 24 թվականին զիջումներ, այսինքն մեր գործունեությունը խորհրդարանում եղել է այս պայմաններում, այս մթնոլորտում։ Առաջիկայում ինչ որ նշում եմ, ինքը այդ ճանապարհով գնալու է։ Այսինքն այնպես չի, որ առաջիկայում շատ հանգիստ է լինելու, որովհետև կրկին այս ապօրինությունները անելու է, կրկին տարածքները զիջելու, այսօր արդեն տեսակ Տիգրանաշենը հանձնելու անոնսը արեց, որ այս ամբողջ ժամանակահատվածում հիշում եք, ասում են կարող ես հայտարարել, որ Հայաստանից նոր տարածքներ չես տալու, կարող ես ասել, որ կոնկրետ Տիգրանաշենը չես հանձնելու, ստայցան այսօր դրա անոնսը արեց։ Հետևաբար ծանր իրադարձություններ են մեզ սպասում առաջիկայում եւ մի բան ընդհանրապես որ ասում եք ինչ եք անելու խորհրդարան, ասում եմ ուղիղ ասում եմ, որ բոլոր ուղղություններով, հնարավորություններով, գործիքակազմով շարունակել ենք մեր պայքարը։ Պարոն Սաղաթելյան, հիմա ձեր գործիքակազմը ընդլայնվել է, թե ոչ, որովհետև դուք նշեցիք ձեր բոլոր նախաձեռնությունները, ես յանք շատ լավ հիշում եմ, քանի լսումներ էիք փորձում կազմակերպել սահմանազատման հարցով, Արցախի հարցով, ու չէր ստացվում, չէիք կարողանում օրակարգ բերել։ Հիմա ունեք ավելի լայն գործիքակազմ, որովհետև մի բան է, որ նպատակ ունեք, փորձում եք անել ու չի ստացվում, մեկ այլ բան է, որ ունեք հնարավորություն այդ ամբողջը անելու։ Մեկ այլ բան է, որ ոչ մի բան չանել ու ասենց արդարանալ, հա։ Չէ, որովհետև շատերը այդ տարածը նաև այդպես են ներկայացնում։ Իրականության մեջ ընդդիմության պատգամավորների թիվը շատ ավելին է, քան նախորդ նստաշրջանում եւ նորից եմ ասում, բոլոր հնարավորությունները, ինչ որ կա, ինչ որ հնարավոր է, պետք է օգտագործել։ Այլ տարբերակը չկա պարզապես։ Այլ տարբերակը պատասխանատվությունից խուսափելն է, այլ տարբերակը հաշտվելն է, այլ տարբերակը համակերպվելն է։ Հիմա արդյոք ընդդիմությունը ունի այն գործիքակազմը, որով կարող է խորհրդարանում օրինակ օրենքի նախաձեռնություն բերել եւ անցկացնել, չէ, որովհետեւ թիվը չի բավարարում։ Հաճախ ասում են, դե գնում եք ինչ անեք, որովհետեւ մեկը ձեր թիվը չի բավարարելու օրենք անցկացնելու։ Եթե ԲՀԿ-ն լիներ, գոնե կարևոր օրենքներ չի շատ լավ կլիներ եւ անհրաժեշտ էր։ Բայց առնվազն դու պատկերացրեք խորհրդարան, նույն նախորդ 5 տարին պատկերացրեք, որ այդ դիմադրությունը եւս չլիներ։ Նույն պես կոչված այդ խաղաղության պայմանագիրը, որի անունը դրել են խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ, ով այդ փաստաթղթի մասին խոսեց, ով բացահայտեց, ով վտանգների մասին ներկայացրեց, այսինքն խորհրդարանական երկու խմբակցություններ այս ընթացքում ով ինչ ուզում է ասի, այսինքն առավելագույնը փորձել են այս պայմաններում, այս իրավիճակում եւ իրենց ձեռքի տակ եղած գործիքներով այդ կռիվը տալ։ Հիմա դժբախտաբար այն ինչ որ ցանկանում ենք չենք ունեցել, բայց ունենք շարունակելու եւ արդյունքի հասնելու այդ կամքը, վճռականությունը եւ գնում ենք այդ ճանապարհով։ Պարոն Սաղաթելյան, իշխանականները անընդհատ սպառնում են ընդդիմությանը, որ մի եկեք խորհրդարան, դե արդեն հայտարարել եք, որ մանդատները վերցնում եք, այն շրջանում ասում էին մանդատները մի վերցրեք, ձեզ շատ վատ ենք դիմավորելու։ Հիմա վերլուծական համայնքում կա կարծիք, որ վերջին ավականու նիստը, որը վերածվեց ֆիզիկական կռվի, դա անոնսներ եւ իրենք հենց մեսիջ էին ուզում ընդդիմությանը ուղղել։ Հիմա ձեր պատկերացմամբ այս խորհրդային նիստերը ինչպես են անցնելու։ Մենք այդ սպառնալիքները գիտեք ինչ, մի քիչ էս բանը արդեն ամոթել է, էլի, ասենք կարող են առանց անվտանգության, առանց այդ պետական պահպանության,
Կարող են իշխանություն չլինեն իրենց տենց պահեն։ Դա ոչ իրենց տղամարդկային հատկանիշների, ոչ դուխով տղու, ոչ էլ չգիտեմ ինչի մասին է խոսում, էլի։ Այսինքն 30-40 հոգով հասնեն մի մարդու վրա, չգիտեմ ինչ հետո գլուխ գովան, մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք։ Մենք պայքարում ենք մեր հայրենիքի համար, ճշմարտության համար եւ մեր նպատակների համար։ Եթե իրեն կատարում են թշնամու մեր երկրի պետականության դեմ պայքարողների հրահանգները, թող շարունակեն ոնց կարող։ Առանց ավել բան ասելու ասեմ, որ մենք որտեղ որ լինենք, պինդենք լինելու պատրաստ ցանկացած սցենար։ Այդ մնացած այդ մանկական մի խոսքով էլի այդ արտահայտությունները ես 14 կամ 16 տարեկանում էի անում։ Եթե կարողանան անեն տակից դուրս գան, վերջը գիտեք ինչ կա։ Որևէ իշխանություն հավերժ չի։ Ու ամեն մեկը պետք է հասկանա, սկսած այն քննիչից, վերջացրած դատախասից, որ ապօրինի գործ է կարում, ու այն դատավորից, որը, չգիտեմ, ապօրինի որոշումներ է կայացնում, ու նրանց հրահանգ տվողներից։ Պետք է բոլորը հասկանան, երբ որ մտնում ես մարդու ընտանիք, երբ որ անում ես քայլեր, դրա համար շուտ թե ուշ պետք է պատասխան տաս։ Ու եթե դուք տեսնեք, աշխարհում շատ ավելի բռնապետական, ավելի խոշոր, ավելի ամրացված սենց ռեժիմներ խայտարակ ձևով տապալվել են։ Եթե թվում է սրանց, որ իրենք հավերժ են, սխալվում են։ Հետևաբար թող խոսելուց առաջ մտածեն, անելուց առաջ մտածեն ու հասկանան, որ շուտ թե ուշ յուրաքանչյուրը իր արածի համար պատասխան է տալու եւ անձնական, եւ քաղաքական։ Պարոն Սարաթելյան, դուք նաև խոսեցիք Արցվաշենի մասին, Տիգրանաշենի մասին։ Այսօր Նիկոլ Փաշինյանը ավելի որ հերոստատողի համար պարզ լինի, ինչ է ասում։ Նա բառացի չի ասում, որ մենք Տիգրանաշենը հանձնելու ենք, բայց ասում է, ես նոր բացահայտեցի, որ Ադրբեջանի թղթադրամի վրա, օրինակ, Արցվաշենը հատուկ գույնով է նշված, այսինքն այնպես է նշված, որ նրանք ընդունում են, որ դա իրենց տարածքը չէ։ Եվ հանուն սոլիդարության մենք էլ փորձենք նման նշումներ կատարել, այնտեղ լրագրողները հստակ հարցում են խոսքը Տիգրանաշենի մասին է տալու եք, թե ոչ, ասում են դեռ հստակ որոշումը չկա։ Հիմա Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ինչ է նշանակում, եթե փորձենք ավելի հստակ սա ձևակերպել։ Այսինքն նա ներկայացնում է, որ մենք փոխանակում ենք անելու տարածքների։ Դա այդպես է, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանը անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին։ Ամբողջ նախընտրական շրջանում, երբ որ փորձում էր անընդհատ շեղեր օրակարգը, մենք մի հարց ենք տալիս։ Հայտարարի, որ Հայաստանից չես պատրաստում նոր տարածքներ հանձնես, հայտարարի, որ երբեք Տիգրանաշենը չես հանձնելու, ու երրորդը ասում ենք, ասա, որ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից օկուպացրել է տարածքներ եւ պետք է Հայաստանի տարածքից դուրս գա։ Այս 3 պահանջը մեր սահմանադրության պահանջներն են։ Այսինքն սա երկրի ազգային շահերով առաջնորդվող ցանկացած ղեկավար, սա չպետք է պահանջեր, որ հայտարարեր։ Ինքը առաջինը պետք է իշխանության գա սրա համար, իր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու համար, որի վրա երդվում են։ Այս մարդը ոչ միայն այդ 3 հարցերին չի պատասխանելու հերքել, այլ ընդհակառակը։ Այն որ ասում ենք սա չարիք է, չպետք է վերարտադրվի, վերարտադրելը բերելու նոր կորուստների, սրա մասին ենք ասում։ Հիմա այո, ինքը Տիգրանաշենը փորձելու է ասի անունը դնի քյարքի, ասի անկլավ եւ հերթական անգամ մասնատի մեր երկիրը։ Հիմա այնտեղ Արցվաշենը փոխանակել է սահմանագծում, սահմանազատում ես կոմենկոմ, սա հերթական այդ հերթական հանձնումը արդարացնելու կամ լեգիտիմացնելու միջոց է լինել։ Ու ես տեսնում եմ, որ հաջորդ, այսպես ասած, մեր երկրի գլխին կախված փորձանքը դա է լինելու, ու այս ամեն ինչը նաև անում են այդ ճանապարհը հարթելու համար։ Հետևաբար, այո, մեր գլխին կախված է նոր ծանր վտանգ։ Իսկ ինչ վերաբերվում է այս մասն էլ կուզեմ ասեմ, որ այսօր նաև այս ֆոնի վրա շատ կարևոր է Բայրամովը հերթական հայտարարություն արեց։ Այո, սահմանադրությունը պետք է փոխել։ Տեսեք ինչ սինխրոն աշխատում են իրար հետ։ Ասեց սահմանադրությունը պետք է փոխեք, բայց մինչև այդ մենք սահմանագծման, սահմանազատման աշխատանքներ անում ենք։ Այսինքն մինչև սահմանադրություն, մինչև այսպես ասած այդ իրենց այսպես կոչված խաղաղության պայմանագիր, ինքը ասում է նոր տարածքներ տուր։ Ոստեղից հակադարձում չկա։ Առաջկայում նաև սահմանագծման, սահմանազատման անվան տակ նոր տարածքները հանձնելու Ադրբեջանին։ Իմիջայլոց ոչ Ալիևը,
ոչ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման։ Ես էլ եմ ուզում շատ հստակ լինի։ Ալիևը շահագրգիռ չի ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորող խաղաղության, այսպես ասած, պայմանագիր, որովհետև առանց այդ փաստաթղթի ինչ ուզումը ստանում է Նիկոլ Փաշինյանից եւ ամենը ստանալուց հետո նոր հավակնություններ է ներկայացնում, հետեւաբար իրան պետք չէ փաստաթուղթը։ Նիկոլ Փաշինյանն էլ պետք չէ փաստաթուղթը, որովհետեւ երբ որ այդ փաստաթուղթը լինի ու իրական երաշխիք լինի, նախ ինքը չի կարող այլևս Ալիևով վախեցնել մեր հասարակությանը, որպեսզի շարունակի մնալ իշխանության կամ վերարտադրվել, եւ երկրորդը այդ հարաբերությունները կարգավորելուց հետո ինքը որևէ մեկին պետք չի լինելու։ Դրա համար այդ հարաբերությունները կարգավորման երկու գլխավոր սուբյեկտները, այո, Ալիևը եւ Փաշինյանը, երկուսից որևէ մեկը շահագրգիռ չի, որ այդ հարաբերությունները կարգավորվի, որովհետեւ ասեցի ես կողմից ինչ ուզում են ստանում են, իսկ Փաշինյանն էլ անընդհատ ժողովրդին վախեցնելով փորձում է վերարտադրվել։ Հետևաբար սա սպառնալիք է մեր պետականության տակ դրված, որի կանխելու միակ ճանապարհը իշխանափոխությունն ուրիշ տարբերակ չկա։ Վերջում ամենավերջում եմ հասնելու իշխանափոխությանը, իդեպ այսօր Բայրամովը նաև խոսել է Զանգեզուրի Միչանցկի մասին։ Նրանք հստակ վերջերս նաև երբ Թրամփ եւ Էրդողան հանդիպումներ դարձյալ խոսել էին Զանգեզուրի, այսինքն TRIP անունը նույնիսկ չեն էլ օգտագործում։ Հիմա այսինքն այս Միչանցկի էջն էլ փակված չէ, պարոն Սաղաթելյան։ Իհարկե փակված չի։ Իրենք ասում են դա պարզապես անուն է, այդպես են կոչում, բայց իրականում դա Միչանցկ չէ։ Այս վարչախմբի նպատակը առաջիկա 5 տարվա տալ Միջանցք, Հայաստանից նոր տարածքներ, փոխել սահմանադրությունը, ոչնչացնել հայկական ինքնությունը։ Սա ադրբեջանական, թուրք-ադրբեջանական ծրագիր է, որ իրականացում է Հայաստանի դեմ, նաև այս հովանավորումը աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններից։ Հիմա սա, այսինքն որևէ նորություն չասեցի, չէ՞։ Քանի տարի է կոկորներս պատռվում է, ինչ ասես արձանենք, որ բացատրենք։ Ինք կարողացել է հերթական անգամ խաբել մեր ժողովրդին։ Հիմա էլի պետքա խոսենք, էլի պետքա բացատրենք։ Հիմա տեսնում ես շատ հաճախ մի թեմայի շուրջ մի մեկնաբանություն ես գրում, մի հարցազրույց ես տալի, մի վիդեո ես նկարում, չէ՞։ Մեկ էլ տեսնում ես հարձակվեցին։ Դե ինչ ասում ես, գիտենք, ինչ իմաստ կա այս ամեն ինչը ասելու։ Իսկ ոչ միայն, այսինքն ցանկացած ընդդիմադիր գործիչ այս վերջի շրջանում, եթե ինչ-որ մի թեմայով փորձում է խոսել հասարակության հետ, անմիջապես մեղադրում են, դե լավ, ինչ ասում ես, բոլորս գիտենք։ Չէ, բոլորը չգիտեն։ Եթե բոլորը իմանային, չէին ադրբեջանցուն այսօր բերի մտցնի մեր տունը։ Այո, մեր գլխավոր խնդիրներից մեկը շարունակում է մնալ մեր ժողովրդի ճիշտ կոմունիկացիան, որովհետեւ կարողանանք բացատրենք, ես չեմ կարող հավատամ, որ, չգիտեմ, 5-600 հազար մարդ հասկացել է սրանց իշխանություն, ինչ սպառնալիք է մեր պետականության համար ու գնաց է քվեարկել է։ Հետևաբար մենք չենք կարողացել այդ մարդկանց բացատրել այս վտանգները։ Պետքա շարունակենք խոսել, պետքա շարունակենք դեմ առ դեմ մտնել մարդկանց տուն, բակ, շենք կամ տարբեր կոմունիկացիայի միջոցներով խոսենք, բացատրենք այս վտանգը։ Հակառակ պարագայում այո, այդ խնդիրները, որ նշեցինք, Նիկոլ Փաշինյանի առաջիկա նպատակը դա է։ Մնացածը արդեն տեսեք, կանխեցիք իմ հարցը, որովհետեւ ես ուզում եի ասել, որ Նիկոլ Փաշինյանը այս քարոզարշավի ընթացքում շատ հստակ խոսում էր այդ տարածքները հանձնելու մասին։ Այսինքն, այս հարցով կարծես չել ստել, որովհետև քարոզարշավի ընթացքում թե նա, թե Արարատ Միրզոյանը ասում էին, այո, մեր վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ, որոնց հարցը մենք պետք է լուծենք ու նույնիսկ անվանական, ընդ որում ադրբեջանական անվանումներով թվում էր այդ տարածքները։ Հիմա դուք որ ասում եք, չեք հավատում, որ 600,000 մարդ ընտրել է, հիմա Նիկոլ Փաշինյանը կարող է հանգիստ ասել, ես քարոզարշավի ընթացքում ներկայացրել եմ իմ անելիքները, մարդիկ ընտրել են, նշանակում է համաձայն են։ Այսինքն մարդիկ չեն լսում այդ ամեն ինչը, երբ Փաշինյանը ասում է։ Սպառնալիքի, պետական կաշառքի, վարչական ռեսուրսի խայտառակ չարաշահման, արտաքին միջամտության եւ սպառնալիքների տակ։ Մարդիկ ու դա էական ազդեցություն ունեցել իրենց քվեի վրա։ Սա մեկ, որ պետք է արձանագրենք։ Երկրորդը, նրանք ովքեր գիտակցաբար նաեւ ընտրել են, այս վտանգների ծավալը ամբողջությամբ չեն հասկացել։ Որովհետև եթե հասկանային, այսինքն մարդը ինչի պետքա գնա քվեարկի, որ թշնամին գամատնի իր տունը։ Չեն հասկացել։ Հակառակ բարագայում ինչի պետքա բան անեն, քվեարկեն։ Ինքը կարողացել է մանիպուլացնել, ինքը կարողացել է
դեպքերն ու իրադարձությունները փոխել, այլ կերպ ներկայացնել։ Ստեղ է իմ ասած։ Այստեղ ընդդիմության բաց թողումն է փաստորեն։ Իհարկե։ Տեսեք, մասնագետները, քաղաքագետները, քաղտեխնոլոգները եւ այլն քարոզարշավի ընթացքում էլ ասում են ընդդիմության խնդիրը այն է, որ գալիս է քարոզարշավը նոր են գնում մարդկանց այդ հանդիպման տնետուն։ Այս քննադատությունը ձեզ համար հասցեական, այսինքն դուք ձեզ վրա վերցնում եք, թե գտնում եք, որ դուք բավականաչափ նաեւ նախ մինչեւ ընտրությունները շփվել եք մարդկանց հետ։ Այն որ շփվել ենք, դա ակնհայտ է։ Ամենաշատ շփվող միավորն ենք եղել մեր քաղաքացիների հետ։ Չի եղել տարի, որ Գարյանը եւ Աշնանը մարզային այցերի մեծ շարք չունենանք։ Բայց դա բավարար չի եղել։ Այո, այսինքն մենակ այդ այցերը բավարար չեն։ Շատ կարևոր է տեղի կառույցները, որպեսզի ազդեցիկ լինեն, տեղում աշխատեն մարդկանց հետ։ Շփումներ եղել է, աշխատանք եղել է, բայց այո, հենց մեր մասով էլ այն ծավալը, որ ուզում էինք, դա չի եղել։ Եվ վերջում, պարոն Սաղաթելյան, ինչպես ասացի, այդ իշխանափոխության նպատակը թողնենք ամենավերջում։ Ինչպես եք պատկերացնում, որովհետև խորհրդանը նոր է ձևավորվել, արժևում 5 տարի կա, բայց դուք արդեն հայտարարություն եք անում եւ ասում եք մենք պայքարելու ենք իշխանափոխության համար։ Դրա ճանապարհը ո՞րն է։ 21 թվականին ընտրություններից հետո ձևավորվեց իշխանությունը, դրանից 3 ամիս հետո հայտարարեցինք առաջի պայքարի նպատակի մասին, 6 ամիս հետո դուրս եկանք փողոց, նախաձեռնեցինք դիմադրության շարժում։ Այսինքն ես հիշում եմ 21 թվականի ընտրություններից հետո էլ կար խորը հիասթափություն, կար հոգնածություն, կար անվստահություն, բայց կարողացանք կարճ ժամանակում դա հետ բերել ու բավականին խոշոր փողոցային շարժում գեներացնել։ Շատ ենք խոսել այդ մասին, ինչ-ինչ պատճառներով մեր նպատակին չհասանք, բայց իշխանությունը ձևավորվելուց 6 ամիս հետո Հայաստանի նոր անկախ պատմության մեջ ամենամեծ շարժումներից մեկն է եղել։ 45 օր միայն փողոցում տևողությունը 2 ամիս։ Դրանից հետո սրբազան շարժում եւ այլ, այսինքն ինչ եմ ուզում ասել, որ ճիշտ աշխատելու դեպքում մի քանի ամիս հետո կարելի է դուրս գալ եւ փորձել այդ ճանապարհով խնդիրը լուծել։ Պետք է մենք իրականացնենք մեր տրիգերները տալու է, արդեն իսկ տալիս է։ Իշխանությունը տալու է եւ այսինքն ինք այդ պայմանները ստեղծվելու է։ Բայց այստեղ մնում է ընդդիմությունը, շարժումը հերթական անգամ չտապալի է, այստեղ է։ Մնում է ընդդիմությունը պատրաստ լինի, իսկ այդ շարժումները տապալելու եւ այլ, գիտեք ինչ, հաճախ տպավորություն այն, որ մեկի հարցազրույցն եմ տեսնում, նույն Սրբազանի, Բակրատ Սրբազանի մասին ասում, տպավորությունն է, որ ինչ-որ մարդիկ այդ շարժումը այտենց կազմակերպել էին, այդքան մարդ բերել էին փողոց, որ հատուկ մեզանից մեկն էլ չէ, այտենց գնաց, ասեց լենկոն բարձրախոսը վերցրեց, այդ ժողովրդին ասեց ձեզ էին մեղադրում։ Չէ, ինչ չէին մեղադրում, բայց ինձ էլ են 1000 անգամ մեղադրել։ Այդ շարժումները որ եղել է, այդտեղ հսկայական ջանք է դրվել, հսկայական ռեսուրս է դրվել, հսկայական աշխատանք է արվել, հենց այնպես մարդիկ փողոց դուրս չեն գալ, ինքնաբուխ երբեք հենց այնպես նստած տեղը դուրս չեն գալ։ Մենք կարողացել ենք դա անել, ինչ որ պատճառով մեր նպատակին չենք հասել, բայց առհասարակ էլի ես այդտեղ շատ իմ համար կարևոր էական բան է խոսքը իմ կամ իմ ընկերների մասին չի, առհասարակ։ Եթե այս տարիների ընթացքում եղել են մարդիկ, գործիչներ, ովքեր պատասխանատվություն են ստանձնել, ովքեր պայքարել են այս իշխանության դեմ, այսինքն process են գեներացրել, դուրս են եկել, ասել են ժողովուրդ, ես կամ հետևից եկեք, փորձենք էսի լուծել։ Ու խոսքը բար շարքային քաղաքացուց մինչև քաղաքական գործիչ, այս մարդկանց պետք է գնահատել, այլ ոչ թե քարկոծել։ Ու հիմնականում քարկոծում են նրանք, ովքեր որևէ նախաձեռնություն չեն ցուցաբերել, որևէ քայլ չեն արել, բայց նրանք, ովքեր առնվազն փորձել են հասնել փոփոխության, պատասխանատվություն են ստանձնել, այս ամեն ինչը գիտակցելով մտել են այս ամեն ինչի մեջ, այս զրկանքների, այս ամեն ինչի միջով անցնում են, սրանք քարկոծվում են։ Ու նաև սա է պատճառը, որ նոր նախաձեռնություններ անելու համար շատերը երկար մտածում են, անենք թե չանենք։ Որովհետև տեսնում են նրանք, ովքեր մտել են դրա տակ, չի ստացվել, քարկոծվել են։ Բայց դուք չեք հաստատում։ Սա չէ, ես գիտեմ ինչ եմ արել, ինչի համար, բնականաբար այդ որ ասում եմ, ես այդ մեկ մարդ ստեղ ոչի բան չէր կարող անել։ Ստեղ եղել են միավորներ, կազմակերպված,
դաշնակցությունը, այլ քաղաքական միավորներ, մեր դաշինքի ընկերները, ամբողջ մեր ֆրակցիան առաջին գծում ա եղել, նաև խորհրդարանական մյուս ֆրակցիան ա եղել ու բազմաթիվ, այսինքն մենք առնվազն պետք է գնահատել բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում չեն հաշտվել պայքարել են, որովհետև դա կարևոր է հետագա պայքարների համար։ Ոչ թե այդ մարդկանց արածը արժևորելու կամ չարժևորելու, դա անհրաժեշտ է հետագայի համար։ Որովհետև մարդիկ ասում են, դե լավ, այս մարդիկ ունեն, ես չգիտեմ, էլի ինչքան սրիկա պետքա լինես, որ Բաքրատ Սրբազանի արածը քարկոծես։ Վերջերս իդեպ Բագրատ Սրբազանը ինձ հարցազրույց էր տվել, ասում է, եթե կարող են անել, ինչու չեն անում այդ քննադատողները։ Բա թող անեին։ Այսինքն ընդհանրապես քննադատության իրավունք կարող ունենան մարդիկ, ովքեր այս մեր արածի մի տոկոսը արել են։ Ունի մի հատ արեք, էլի ինչի չեք անում։ Այսինքն մարդը դուրս գա, այդքան պատասխանատվություն վերցնի, այս գնով փորձի գնա փոփոխության հասկանալով ինչ է իրան սպասվում, ինչի մեջով պետք է անցնի։ Ինչ որ պատճառով դա չստացվի, բայց հաստատ դա դիտավորյալ չի առաջ։ Հաստատ ազնիվ է իր նպատակների մեջ, հաստատ դուրս է եկել, որ փոփոխություն բերի, փրկություն բերի։ Եթե չստացվի, այդ մարդուն պետքա քարկոծել, թե ասել, լավ, այս մարդը իրանից հասանելի ամեն ինչ արեց։ Գուցե մենք ենք մեղավոր, ճիշտ չպայեցինք թիկունքը, կողքերը չպայեցինք, այս չարեցինք, մեզանից հասանելիքը չարեցինք։ Ու այս մթնոլորտը ներքաղաքական այլ ընդդիմադիր դաշտի սա իշխանության ջրաղացին ջուր լցնելն է, բայց ամեն դեպքում ամփոփելու համար այս ամեն ինչը պետքա դրվի մի կողմ։ Ես ասում եմ, մեր չհաջողելու պատճառներից մեկը նաև նա է եղել, որ մենք 7 տարվա մեջ չենք ունեցել մի իրավիճակ, եւ որ դաշտի բոլոր միավորները այդ պայքարի մեջ ներառված լինեն։ Ամեն մի իրադարձության ժամանակ ինչ որ մի մասը անտարբեր է եղել։ Խոսքը կարողություն ունեցող ուժերի անհատների մասին։ Մենք պետք է հասնենք մի վիճակի, երբ որ բոլորը, ով հնարավորություն ունի, անհատներից մինչև կազմակերպություններ այդ նպատակի շուրջ համախմբված լինեն։ Շատ լավ, սպասենք, տեսնենք, շնորհակալ եմ ես ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ ես զրուցում եմ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանի հետ։ Մենք կհանդիպենք վաղը նույն ժամին, լավ եղեք։